Կոնջերյան, այո դուք հայփոստի տնօրենը չեք եւ որևէ մեկս տնօրենը չի, բայց բաց աղբյուրներից երևում է, որ 2025 թվականին վնասը կազմել է 523 միլիոն դրամ։ Այսինքն վնասով աշխատող ընկերությունը ինքնաբավությունը ինչի հաշվին է ապահովում պետական բյուջեից, բաժնետիրոջից, որտեղ փակ բաժնետիրական ընկերություն է։ Եվ ստեղ ակնհայտ է գործակալ պրինցիպալ հակասությունը։ Լավ, այնպես որ այո, պետական աշխատող չի ձեր տիկինը եւ բյուջեից չի ստանում ուղղակիորեն, բայց լինելով ՓԲ-ի տնօրեն, որի բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, գումարը գնում է բյուջեից, որովհետեւ սա վնասով աշխատող ընկերություն է։ Այլ տարբերակ չկա, նույնիսկ եթե պարտք է վերցնում, այդ պարտքը ինչի հաշվին է բացակ, լավ, մնացորդ։ Դա երևի ելույթով կխոսեմ, բայց դա պետք է ուշելն է, վնասով աշխատող ընկերության տնօրենը ստանում է բարձր աշխատավարձ, ասում եք դա բյուջեից չի, բա որտեղից է դեֆիցիտը փակվում։ Երևի ճիշտ կլինի ՓԲ-ին իհարկե հարցում անցկացնել, բայց եթե կարող եք դրան անդրադառնալ, խնդրեմ։ Հարցս ուրիշ բան է, տեսեք դուք ասում եք այո մենք սխալվել ենք։ Բնականաբար ցանկացած մարդ էլ սխալվում է, հետո սխալ ուղղում է եւ պրոգրեսի էությունը դրանում է։ Դիալեկտիկան է դրանում է։ Բայց ես եմ հասկանամ, սխալը գիտակցելը արդյոք մեղքից ազատում է թե չէ։ Գիտեք ինչ եմ ասում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այո, ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Ձեր այդ սխալների արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր, մենք ունեցանք կորուստներ, մենք ունեցանք ադրբեջանցիներ, ովքեր բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ լկտիությունը ասել են աստիճանի, որ Հայաստանին պարտադրում են փոխել սահմանադրությունը։ Հստակ է մեզ խնդրեմ բացատրեք։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Պերճախոսաբար, արդյոք սխալի գիտակցելը ազատում է պատասխանատվությունից։ Ավարտեք։ Պարոն Խաչատրյան, նախ պարտք չի վերցնում, բայց ես ձեզ առաջարկ տեսեք, դուք չգիտեիք, որ պարտք չի վերցնում եւ պարզվեց, որ բազմաթիվ գործընկերներ լիքը բան չգիտեին։ Տիկին Խամոյանը չգիտեր եւ դա իմ համար զարմանալի չէր, այսինքն դուք տալիս եք հարցեր, որոնց վերաբերյալ այդ հարցի բուն էության վերաբերյալ դուք բավականաչափ ինֆորմացված չեք։ Ինչպես որ շատ-շատերը ինֆորմացված չեն ու ասում են, որ հայփոստից պետական բյուջեից մարդիկ ստանում են վճարումներ այն դեպքում, երբ որ հայփոստ ընկերությունը 100% ինքնաֆինանսավորվող է։ Ու երբ որ դա ասում են գործընկերները, երբ որ ասենք, կներեք էլի, դուք հիմա փորձում եք մեր գործընկերների, տարբեր գործընկերների, ընտանիքի անդամների, բարեկամների, այս կամ այն պետական կառույցում կամ պետականի հետ առնչվող կառույցների վերաբերյալ լեգենդներ հյուսել։ Բայց հետո դրանց ընդամենը 5 րոպե հետո պարզվում է, որ դուք էլ եք ախր այդտեղ։ Ձեր հարազատներն էլ են աշխատում այդտեղ ու հենց պետական կառույցում։ Տիկին Գրիգորյանի հայրիկը աշխատում է շրջակա միջավայրի նախարարությունում։ Հələ, բայց աշխատել է մինչև վերջերս։ Պարզվեց, որ պարոն Մանուկյանի կինը աշխատում է ազգային եւ լավ է անում, ժողովուրդ ջան։ Բայց ես զարմանում եմ ուղղակի այս բանի վրա, հասկանում եք, երկակի ստանդարտի վրա, որ դուք բյուջեից վարձատրվող ձեր ազգականների մասին չեք հիշում, բայց բյուջեից չվարձատրվող այլ մարդկանց մասին լեգենդներ եք պատտեցնում։ Հայփոստը ունի 3300 աշխատակից եւ 800 բաժանմունք եւ Հայաստանի Հանրապետության ամենամեծ կառույցներից մեկն է։ Պարոն Մանուկյանը ունի ընդամենը 1 օգնական։ Եվ պարոն Մանուկյանը կամ տիկին Խամոյանը, որ ստանում են համարյա 1 միլիոն դրամ աշխատավարձ եւ 5 տարի գրեթե գործի չեն եկել եւ այդ աշխատավարձը ստացել են հարկատուներից, հիմա հարց են տալիս մի մարդու մասին, ով ղեկավարում է կառույց, որն ունի 3300 աշխատակից եւ 800 բաժանմունք եւ չի վճարվում պետական բյուջեից։ Լավ եք անում, որ հարց տալիս եք, ես խնդիր չեմ տեսնում դրա հետ, ժողովուրդ ջան, բայց որ դուք դա փորձում եք քաղաքականապես գործի քայնացնել, դուք քաղաքականապես գործի կայնացնում եք, որովհետև խնդիրը իմ կնոջ հետ չի, խնդիրը իմ հետ է։ Ձեր խնդիրը իմ հետ է, չէ՞։ Ձեր խնդիրը այն չի, որ հայփոստի տնօրենը ստանում է այդքան աշխատավարձ, որովհետև եթե ձեր խնդիրը հայփոստի տնօրենի աշխատավարձի չափի հետ լիներ, դուք միջև հիմա դրա մասին կխոսայիք։ Բախի եք հիմա խոսում դրա մասին, երբ որ ես որպես ԱԺ-նախագահի տեղակալի թեկնածու եմ այստեղ հանդես գալիս։ Դա ցույց է տալի այն փաստը, որ դուք ըստ էության Փարիսեցիությամբ եք զբաղված, եթե փորձեմ մեղմ արտահայտվել եւ
օգտագործելով պարոն Խաչատրյան, ինչպես ասում եք, իմ ճարտասանությունը, չօգտագործել այնպիսի բառեր, որոնք որ հարիր չեն մեր այսօրվա այս երկու օրերի քննարկումների ոգուն։ Իսկ սխալի մասին ձեր արձագանքից հետո կպատասխանեմ։ Սխալի մեղքի ընդունելու այս փիլիսոփայական դիլեմայի մասին։ Արձագանք։ Ոնք Օնջերյան, վստահ եմ դուք Քաջարի զինվոր Շվեյկի արկածները կարդացել եք։ Այս Շվեյկը պատմում մի մարդու մասին, ով յուրահատուկ տաղանդ ուներ հարցերից խուսափելու։ Ասում են այս տարի սալոր կերել եք, ասում եմ սալոր չեմ կերել, բայց Մարոկոյի սուլթանը պատվարժան մարդ է։ Ես ձեզ ինչ եմ հարցնում, դուք ինչ եք պատասխանում։ Լավ, հայփոստին անդարում, ասեմ 523 միլիոնի վնաս ունի։ Դուք ասում եք պարտք չի վերցնում, շատ լավ, բա որտեղից այդ վնասը փոխհատուցան։ Որտեղից։ Ուրեմն կամ պետությունից պետքա փոխառություն ստանա, կամ գնա որպես ՓԲ բանկից ստանա, ինքը դեֆիցիտով աշխատող ընկերություն, եթե ճիշտ է, որը չենք վիճարկում, որովհետև հաստատ կվիճարկեր ՓԲ-ն։ Այսինքն վնասով աշխատող ընկերության ղեկավարը ստանում է բարձր աշխատավարձ, դուք ասում եք դա պետությունից չի, դա բյուջեից չի։ Հաշիվը ով է փակում։ Պետական փակ բաժնետիրական ընկերությունն է, հանրությունն է փակում, հանրային միջոցներ են, հետևաբար ձեր այդ պնդումը, որ հանրության վրա ծախս չկա, առ ոչինչ է։ Լավ, հիմա էլ մեղքի եւ մնացածի մասին էլի Պարոն Խաչատրյան, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում ոնց կարելի է խուսափել հարցից։ Եթե պատասխանից գոնե ասեիք, հա, հարցին պատասխանելուց գոնե ասեիք, ես կհասկանայի, բայց ես ինձ թվում է մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ Ես ձեզ հանգամանալից բացատրեցի եւ պարզվեց, որ նաեւ դուք որոշ տվյալների չեք տիրապետում։ Ես հիմա ձեզ խնդրում եմ, որ դուք որպես падգամավոր համապատասխան հարցումներ կատարեք հայփոստի գործունեության վերաբերյալ եւ ստացեք ձեր հարցերի պատասխանները։ Ձեր հարցադրումը քաղաքական հարցադրում է։ Ձեր հարցադրումն այն մասին չի, թե հայփոստը որպես պետական ՓԲ-ի որքան արդյունավետություն է ապահովել։ Ձեր գործընկերների հարցադրումը այն մասին է, թե արդյոք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի հայփոստի տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով մեսրոպատար բանավոր ասեցի, որ ոչ, ես չեմ միջամտել եւ ես չէի կարող միջամտել, որ իմ կինը մինչեւ այդ 5 տարի ղեկավարել է այդ ընկերությունում վարչություն, որ իմ կինը դրանից առաջ եւս ստացել է բավական բարձր աշխատավարձ աշխատելով միջազգային կազմակերպությունում եւ 10 տարի առաջ ստացել է այնքան աշխատավարձ, ինչքան որ դուք եք հիմա ստանում այստեղ նստած հարգելի գործընկերներ։ Եվ ես ասացի նաեւ, որ բոլոր նախորդ տնօրենները եւս ստացել են ավելի բարձր աշխատավարձ աշխատելով վնասով։ Խնդրում եմ, իրականությունը ամբողջապես ներկայացրեք, ոչ թե միայն այն, ինչ որ ձեզ պետք է ձեր թունելի բանից էլի ելքից նայող իրականությունը։ Շնորհակալություն։